Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, AFL YouTube-յան ալիքի եթերում AFL-ի խաղային շաբաթը մոտենում է ավարտին եւ շաբաթվա վերջին հանդիպումը հիմա միասին կդիտենք, որտեղ կմրցեն միմյանց Էվերտոնը եւ Երևանը։ Շատ կարեւոր հանդիպում է երկու թիմերի համար, էլ քիչ անց նաեւ ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը, որտեղ պատկերը ամբողջովին տեսանելի կլինի բոլորիս համար եւ հիմա եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Սկսենք Էվերտոնից Արաբ Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Տիգրան Պապիկյանը համար 5, Հովհաննես Գաբրիելյան համար 7, Ռևիկ Եղիազարյան համար 8, Մանուկ Մուրադյան համար 9, նա նաեւ թիմի ավագն է։ Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23, Յուրի Հակոբյան համար 33, Ալեքս Մկրչյան համար 44 եւ Սամվել Գրիգորյան համար 99։ Քիչ անց կտրվի մրցավարի մեկտարկային սուլիչը։ Մեկտարկած է հանդիպումը, այստեղ գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները հանձնում են մրցակցին ու Երևանը արդեն փորձում է սկսել իր առաջին գրոհը։ Եկեք արագորեն նաև ծանոթացնեմ Երևանի կազմը։ Նարեկ Հայրապետյանը դարպասում է համար 1, Արեն Վղկրյան համար 2, նա նաև թիմի ավագն է, Արտյոմ Ղազարյան համար 6, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան համար 11, Վահե Հակոբյան համար 15, Արտուր Մեշչյան համար 19, Գոր Հարությունյան համար 22, Լևոն Դավթյան համար 33, Հարություն Մովսիսյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 եւ Հայկ Կարապետյան համար 87։ Ահա այսպեսի կազմ ունի այս հանդիպման համար Երևանը։ Հիմա տեսնենք վիճաբանական դրվագ կլինի, որից հետո արդեն ամեն ինչ կարճին է ու հանդիպումը շարունակվում է։ Պողոսյանն է գնդակով դեպի ձախ փոխանցում հետևեց Միքայել Պողոսյանի ուղղությամբ։ Կրկին Անդրանիկ Պողոսյանն է ստանում գնդակը ու խաղարկում է այն Պապիկյանի հետ։ Եղիազարյան, այստեղ լավ չկասեց է Եղիազարյանը, բայց հասցրեց ապահովագրել Պապիկյանը խաղարկելուց, կրկին Եղիազարյան նորից Պապիկյանի հետ է խաղարկում գնդակը, անցավ մեկ մրցակցի այստեղ Տիգրան Պապիկյանը, բայց թիկունքից կհանգատեց նրան առաջ շարժվելու գործում Մեշչյանը ու խլեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները։ Հիմա էլ Դավթյանն էր փորձում արագություն զարգացնել, բայց փակվեց նրա ճանապարհը։ Շատ խառը պայքար է ընթանում դաշտի միջին հատվածում, Մանուկ Մուրադյան շատ լավ էր մտածել այստեղ Մուրադյանը, բայց փոխանցումը Գաբրիելյանին բաժին չհասավ, երկրորդ տեմպով է գրովում հիմա Էվերտոնը, Մուրադյան հարված ու հիմա էլ դարպասաձողն է օգնության գալիս արդեն Երևանի ֆուտբոլիստերին։ Առաջին լուրջ վտանգավոր պահ այս խաղում Էվերտոնը ստեղծեց եւ դա ստեղծեց թիմի առաջատարներից Մանուկ Մուրադյանը, բայց առայժմ հանդիպման արշիվը բացված չէ։ Հորիզոնական դարպասաձողը եկավ այստեղ օգնության Երևանի ֆուտբոլիստերին, ակտիվ է մեկտարկել Էվերտոնը այս հանդիպումը։ Պողոսյան, Անդրանիկ Պողոսյանին ուղարկեց գնդակը Միքայել Պողոսյանը, շարժվում է առաջ Պողոսյանը գնդակով, Եղիազարյան եւս մեկ հարվածի փորձ, գուցե հետևի վտանգավոր է ու անկասելի է ստացվում Ռևիկ Եղիազարյանի կատարած հարվածը 1-0, Էվերտոնը բացում է հանդիպման հաշիվը։ Ունենք առաջին խփած գնդակը այս խաղում եւ այն իր անվան դիմաց գրանցեց Էվերտոնի 8 համարը Ռևիկ Եղիազարյանը բացելով այս հանդիպան հաշիվը ու հիմա արդեն տեսնենք Երևանը ինչով կփորձի պատասխանել այս բացողած գնդակին։ Հիմա խլում է կրկին գնդակը Էվերտոնը, Մանուկ Մուրադյան ու 2-0 Մուրադյանը կրկնապատկում է Էվերտոնի առավելությունը։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու Մուրադյանի խփված գնդակը արձանագրված չէ, քանի որ այդ ընթացքում գրող կազմակերպելից Գաբրիելյանի ձեռքին էր դիպել գնդակը Մուրադյանի խաղընկերոջ ու արդեն հաշիվը մնում է անփոփոխ 1-0։ Կրկնապատկերը եկավ այս դրվագում Երևանի ֆուտբոլիստերին օգնության ու հիմա արդեն տեսնենք Շլարյանն է ստանում գնդակը արձակման ձախ եզրում, բայց այստեղ հաստրեցին փակել Շլարյանի փոխանցման ճանապարհը ու կտեսնենք եզրային նետում։ Այո, իսկապես շատ լավ մեկնարկ տվեց Էվերտոնը հանդիպանը, խփեց 2 չհաշվեց հանդիպան գլխավոր մրցավարը։ Հիմա եկեք մի պահ հայացք նետենք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ պատկերը հետևյալն է այն խմբում, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը եւ այսպես
այս խմբում Վիլյարեալը 5 անցկացած հանդիպումից հետո 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Լիվերպուլն ունի 12 միավոր Գլադբախի հետ միասին ու կիսում է երկրորդ հորիզոնական անցկացած 5 հանդիպումից հետո, իսկ Ատլետիկո Երևան ունի 10 միավոր 4 անցկացած հանդիպումից հետո եւ այս պայի դրությամբ միայն առաջատար Վիլյարեալին կարող է հասնել Ատլետիկո Երևանը, իսկ այս թիմերը գտնվում են հետևյալ հորիզոնականներում, Էվերտոն այս պահին 4 անցկացած հանդիպումից հետո 6 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ Երևանը 4 անցկացած հանդիպումից հետո ունի վաստակած 3 միավոր ու գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում, առաջ լինելով Ռեալ Արմից, Արսենալից ու Արարատից։ Հիմա անկյունային հարված կտեսնենք Էվերտոնի կատարմամբ։ Մուրադյան խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ, կրկին Մուրադյանն է ստանում գնդակը, բայց այստեղ շանսա Մուրադյանի կատարած փոխանցումը Գաբրիելյան, կրոյ տեղափոխություն դեպի Ռևիկ Եղիազարյան, այստեղ Դավթյանն է պայքարում Եղիազարյանի դեմ, բայց շահեց դիրքը Ռևիկ Եղիազարյանն ու կարողացավ գնդակը խլել մրցակցից։ Եղիազարյան ու այստեղ կար արդեն խաղի կանոնների խախտում Եղիազարյանի դեմ պայքարում, այո, Դավթյանը խախտեց խաղի կանոնները եւ հիմա ստանդարտ կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Այս երկու թիմերը նախորդ տուրում հանդիպեցին բավական բարդ մրցակիցների, նախ Երևանը խոշոր հաշվով զիջեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախին 8-1 հաշվով, իսկ արդեն Էվերտոնը կարողացավ 3-1 հաշվով նախորդ տուրում առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Մուրադյան Եղիազարյանին է ուղարկում գնդակը, բարձրից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, բայց այստեղ հեռացեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները ու կտեսնենք արդեն եզրային նետում Յուրի Հակոբյան ուղարկում է գնդակը Պապիկյանին ու դեպի կենտրոն Պողոսյանն է այստեղ ստանում գնդակը, Միքայել Պողոսյան, Կրկին Պապիկյան, բայց այստեղ կոպիտ սխալ թույլ տվեցին Էվերտոնի ֆուտբոլիստները, Շլայանը կարող է հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց այստեղ դա թույլ չտվեց Էվերտոնի դարպասապահ Արամ Ղազարյանը ֆանտաստիկ սեյվով, հիմա էլ Մուրադյանի փոխանցումը չանցավ դեպի Ռևիկ Եղիազարյանը, այլապես հարվածային դիրքում կայտվեր Եղիազարյանը, շատ վտանգավոր րոպեներ էին ընթանում խաղադաշտում, երկու թիմերն էլ շատ արագ հակակրոնների անցան մեկը մյուսի հետևից, բայց ոչ մի թիմի հաջողության հասնել այս րոպեներին ստացվեց, ոչ մի թիմի մոտ Պողոսյան, գուցե Էրլից փորձի կարադարձել եղավ այստեղ Պողոսյանի կատարած հարվածից հետո ու անկյունային հարված հիմա կտեսնենք Էվերտոնի ֆուտբոլիստերի կողմից։ Գաբրիելյանն է գնդակով թողնում այն Մուրադյանին, դեպի հետ Պապիկյան, հարված այստեղ փակվեց Պապիկյանի հարվածի ճանապարհը, բայց երկրորդ տեմպով է գրովում Էվերտոնը, Պողոսյանն է գնդակով, հետ փոխանցում դեպի Տիգրան Պապիկյանը, բայց այստեղ Պապիկյանի կատարած փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու Երևանն է փորձում գրոյի անցնել Շլարյան, կատարեց փոխանցում Դավթյանի ուղղությամբ, բայց այստեղ սայթակելով հասավ գնդակին Դավթյան ու փոխանցումը անհաջող ստացվեց։ Պողոսյան նորից խորքից է սկսում Էվերտոնը, Եղիազարյանն է գնդակով, տեսնենք ինչ որոշում կայացի, թողեց Յուրի Հակոբյանին, հետ փոխանցում կրկին Պապիկյանի ուղղությամբ ու այսպես փորձում են գրոյի հասնել Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց այս պահին չկար այլ տարբերակ ու Պապիկյանի կատարած փոխանցումը անհասցե ստացվեց, հարված կլինի հիմա Նարեկ Հայրապետյանի պաշտպանած դարպասից, այո, այսօր բացակայում է Երևանի կազմում հիմնական դարպասաբան Տրդատ Ասենյանով, պարզապես այս առաջությունում ֆանտաստիկ ելույթներ է ունենում Երևանի կազմում, կարելի է հատկապես հիշել առաջին տուրերի հանդիպումը, որտեղ Տրդատ Ասենյանն էր հենց պաշտպանում Երևանի դարպասը, հաղթեցին Արսենալին Երևանի ֆուտբոլիստները 2-1 հաշվով, չափազանց դրամատիկ եւ ինտրիգային հանդիպում ստացվեց այդ խաղում, նույնիսկ մի քանի շանս ուներ Արսենալը
Ասիլյանի դարպասը գրավելու, բայց դա թույլ չտվեց դարպասապա, հետո արդեն խաղի վերջամասում Դավթյանը գրավելով մրցակցի դարպասը առաջ մղեց իր թիմին, Մանուկ Մուրադյան վտանգավորը Մուրադյան փոխանցում Գաբրիելյան 2-0։ Հիմա արդեն գոլը կարձանագրեն Էվերտոնի խփած, քանի որ այստեղ չկար խաղի կանոնների խախտում ու 2-0 արդեն Էվերտոնը կրկնապատկում է առավելությունը։ Հասցրեց, այո, Մուրադյանը շատ բարդ իրավիճակում փոխանցում կատարել, թվում էր թե արդեն չի անցնի Մուրադյանի կատարած փոխանցումը, քանի որ հայտնվել էր պաշտպանի ու դարպասապայի շրջափակման մեջ, բայց այնուամենայնիվ գտավ այդ փոխանցման ելքը Մանուկ Մուրադյանը, իսկ Գաբրիելյանը այս դրվագում գրավեց դատարկ դարպասը 2 գնդակի առավելություն տալով իր թիմին մրցակցի նկատմամբ։ Հիմա Երևանը արդեն շատ ծանր իրավիճակում է հայտնվել, պետք է փորձել այս իրավիճակից ամեն կերպ դուրս գալ, Շլարյանն է գնդակով փոխանցում, բայց այստեղ Եղիազարյանը կանգնեց գնդակի առջև, թույլ չտալով փոխանցումը հասնի Ասիատիրոջը, հետո Մանուկ Մուրադյանն է խլում կատարում, Մուրադյան, Եղիազարյան, Գաբրիելյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ հետ փոխանցումը չհասցրեց կատարել Գաբրիելյանը ու եզից կնետեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Ոչ, խաղի կանոնների խախտումը նշանակել մրցավարը, արագորեն խաղարկեցին ստանդարտ Էվերտոնի ֆուտբոլիստները, Պողոսյան խորքից փոխանցում է հետևում դեպի Տուգանայի, Եղիազարյանն էլ հարվածեց, բայց այս դրվագում կարողացավ դարպասապահ Հայրապետյանը ետ մղել գնդակը, հիմա կարող է Երևանն արագակագրոյի անցնել, տեսնենք, Մեշչյանն է ստանում աչեզուն գնդակը, բայց Հակոբյանն է նրան դիմավորել եւ ոչ մի կերպ թույլ չտվեց, որպեսզի հեշտությամբ շրջանցի մրցակիցը իրեն։ Պողոսյան շատ գրագետ փոխանցում կատարեց այստեղ Հակոբյանին Պողոսյանը ու գրոյի անցնում կրկին Էվերտոնը, Եղիազարյան կա փոխանցում Մանուկ Մուրադյանի ուղղությամբ այստեղ փորձեց Մուրադյանը մեկը պումով առանց կասեցում կատարել ու շեղել գնդակի ուղղությունը, բայց այս դրվագում անհաջող ստացվեց, կրկին Եղիազարյան գուցե հեռլից փորձել Եղիազարյանը հարվածը կա, բայց անդրադարձ եղավ ու անկյունային հարվածի հիմա կտեսնենք Էվերտոնի գործողություններում արագորեն խաղարկում է Մուրադյանը գնդակը Գաբրիելյանի հետ, Մանուկ Մուրադյան փոխանցում, բայց այստեղ չկար ոչ ոք, հիմա հասավ գնդակը Պողոսյանին, Պապիկյան, շատ լավ փոխանցում է դեպի Տուգանային հրապարակ, բայց հիմա էլ Հակոբյանի հարվածը չստացվեց, նորից Պողոսյանն է գնդակով, այո շատ ակտիվ է առայժմ Էվերտոնը հանդիպան այս մեկնարկային րոպեներից մինչ այս պահ, Անդրանիկ Պողոսյան թողեց գնդակը Հակոբյանին, նորից Պողոսյան, կա Մուրադյանի տարբերակը կատարեց փոխանցում Մուրադյանին, բայց անհարմար դիտքում է արդեն Մուրադյանը Գաբրիելյան, գրոյ տեղափոխություն դեպի Եղիազարյանը, շատ գեղեցիկ է, վտանգավոր է Միքայել Պողոսյան, գրավել է պետ դարպասը, այստեղ չկա հարված դարպասի ուղղությամբ առայժմ, Եղիազարյան հարված ու հիմա Հայրապետյանը կարողանում է ճիշտ դիրք զբաղեցնել եւ հեռացնել գնդակը։ Պողոսյան, նորից գրոյի անցնում է Էվերտոնը ձախ եզրով, շատ լավ նկատեց Մանուկ Մուրադյանին այստեղ Պողոսյանը, Մուրադյան կա փոխանցում, Անդրանիկ Պողոսյան հարված ու հիմա էլ խանգարեցին Պողոսյանին հարված կատարելու գործում Երևանի պաշտպանները, կտեսնենք անկյունային Էվերտոնի ֆուտբոլիստերի կողմից, պետք է հակառակ եզից խաղարկել անկյունայինը ու տեսնենք հիմա այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա արդեն Էվերտոնին։ Պողոսյան, Մուրադյան, կրկին Պողոսյան, բարձից փոխանցում, վտանգավոր է հիմա էլ Հակոբյանն է հարված կատարում, բայց եթե թողներ գնդակը Գաբրիելյանին, ապա կարծում եմ Գաբրիելյանը ավելի լավ դիրքում էր գտնվում ու հարվածը ավելի վտանգավոր կստացվեր հիմա։ Խորքից փոխանցում է հետևում, բայց Շլարյանի
Կրունկով փոխանցումից հետո գնդակը բաժին է հասնում Էվերտոնի դարպասապահին։ Հիմա էլ սխալվեցին Էվերտոնի ֆուտբոլիստները Շլարյան։ Դավթյանն ուղարկեց, Դավթյանն էլ գնդակը թողնում է խաղանկերոջը Գրոյի անցել Երևանը, տեսնենք հիմա ինչ կստացվի Երևանի մոտ Դավթյան, հիմա գուցե Շլարյանը գրավի դարպասը հարված, բայց այստեղ Ղազարյանը կարողանում է ետ մղել Շլարյանի կատարած արվածը։ Ու հիմա արդեն Էվերտոնը կարող է զարգացնել արագ հակագրող Պողոսյան կամ Անուկ Պուրադյանը, Պողոսյանը շրջանցեց մեկ մրցակցի, կա Գաբրիելյանի տարբերակը, Պողոսյան վտանգավոր է, բայց մի փոքր այստեղ անհաջող կատարեց փոխանցումը, հիմա Գաբրիելյանը արդեն շատ խորացավ դեպի անկյուն, բայց մնաց գնդակով, կրկին Պողոսյանն է ուղարկում գնդակը, կա Ռևիկ Եղիազարյանի տարբերակը, ստանում է Եղիազարյանը գնդակը, մեկ հրպումով էլ հարվածում դարպասի ուղղությամբ, բայց մի փոքր շեղությամբ է ստացվում այստեղ Եղիազարյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Նարեկ Հայրապետյանի դարպասից։ Խորքից փոխանցումը հետևում այստեղ, բայց Եղիազարյանը դաշտի միջին հատվածում առաջին արձագանքեց գնդակին։ Յուրի Հակոբյան ռիսկի դիմեց այստեղ Հակոբյանը, բայց արտարացված էր նրա ռիսկը։ Եղիազարյան վտանգավոր է, հիմա գուցե հարված տեսնենք, ոչ, հիմա է փոխանցում էր կատարում Ռևիկ Եղիազարյանը, բայց փակվեց փոխանցման ճանապարհը ու հիմա Բխկերյանն է խլել գնդակը, հիմա արագ հակագրոհի անցնում Երևանը, բայց նորից Հակոբյանը այստեղ ճիշտ դիրքում էր ու կարողանում է փակել մրցակցի արագ հակագրոհի ճանապարհը, Գաբրիելյանի մոտ էլ չստացվեց, այստեղ հիմա արդեն խլում է կրկին Էվերտոնը գնդակը, բայց անհաջող ստացվեց Գաբրիելյանի փոխանցումը, 1-1 ու սխալներ են թույլ տալիս ֆուտբոլիստները խաղադաշտում, Միքայել Պողոսյան ուղարկում է գնդակը Մուրադյանին, հիմա վտանգավոր է Մանուկ Պուրադյան, հարված ու նորից այստեղ փայլում է Երևանի դարպասապան Նարեկ Հայրապետյանը, հիմա նորից Մուրադյանն է սկսում խորքից Էվերտոնի գրով բավական վտանգավոր օպեներ են խաղադաշտում, շատ լավն էր Մուրադյանի փոխանցումը, բայց չհավատաց այստեղ Պողոսյանը, որ կարող է գնդակի իրեն հասնել ու չարձագանքեց այս գեղեցիկ փոխանցմանը, եթե հասներ ու գրավեր դարպասապա հրաշալի գոլ կտեսնենք, իհարկե հիմնական իմաստը գոլի կայանալ Մուրադյանի կատարած փոխանցումը։ Եղիազարյան դեպի Պողոսյան ուղարկեց գնդակը Եղիազարյանը, Գաբրիելյան նորից Պողոսյանն է ստացել գնդակը ու գրող տեղափոխում է Ձախ եզր, որտեղ կրկին Ռևիկ Եղիազարյանն է տեղ զբաղեցրել։ Հակոբյան, Մուրադյան, տեսեք որտեղ է նահանջել Մանուկ Մուրադյանը ու եւս մեկ գեղեցիկ փոխանցում է կատարում Պողոսյանին ու հիմա արդեն հարվածեց Պողոսյանը, բայց գնդակը այս դրվագում չհայտնվեց Երևանի դարպասում։ Մեկ րոպեի ընթացքում երկու նմանատիպ փոխանցում երկու ֆուտբոլիստերի կատարմամբ տեսանք Մուրադյանի փոխանցումը դեպի Պողոսյանը, բայց եթե առաջի դրվագում հարված չկայացավ, հիմա հարվածեց Պողոսյանը։ Մուրադյան, Եղիազարյան, գեղեցիկ գրոյի անցել հիմա Էվերտոնը Գաբրիելյան, բայց լավ չկասեցեց այստեղ Գաբրիելյանը, Մանուկ Մուրադյան գուցե հարվածի Մուրադյանը, ոչ, հիմա է հարվածում ու այստեղ փակվում է Մուրադյանի կատարած հարվածի ճանապարհը ու հիմա արագ հակագրոհի կարող է հասնել Երևանը Շլարյան, բայց այստեղ չհասցրեց Շլարյանը փոխանցում կատարել Գոռ Հարությունյանի ուղղությամբ։ Պատխաղարկումը գեղեցիկ էր Պողոսյանի ու Մուրադյանի, Պողոսյան 3-0։ Գեղեցիկ խաղարկում կատարեցին այստեղ Պողոսյանն ու Մուրադյանը, իսկ Մուրադյանի կատարած փոխանցումից հետո Պողոսյանը պարզապես դրեց գնդակը մրցակցի դարպասում 3-0 արդեն խաղակեսի վերջնամասում Էվերտոնը շատ լուրջ քայլ է կատարում այս խաղում 3 միավոր վաստակելու համար։ Հիմա տեսնենք իհարկե մենք Երևանից սովորենք նմանատիպ իրավիճակներում ետ վերադարձնելու դուրս գալու այս բարդ իրավիճակներից, բայց առայժմ թիմի մոտ ոչինչ չի ստացվում։ Պապիկյան այստեղ էլ կանգնեց գնդակի ճանապարհին, Եղիազարյան գեղեցիկ փոխանցում էր Գաբրիելյանի ուղղությամբ, Գաբրիելյանն էլ ավելացեց այստեղ գնդակի ընթացքը, բայց այն բաժին հասավ Երևանի դարպասապան Նարեկ Հայրապետյանին, ով գնդակը նետում է Սարգիս Շլարյանի ուղղությամբ։ Շլարյան թողեց գնդակը Մովսիսյանին, լավ փոխանցում էր դեպի Աչեզեր, Բխկերյանն է հասնում գնդակին այստեղ, փորձեց գեղեցիկ անցում կատարել, բայց այստեղ Պապիկյանը մնաց ոտքերի վրա խլեց գնդակը։
Պողոսյան չանցավ հիմա Պողոսյանի կատարած փոխանցումը։ Ու արդեն Երևանը պետք է սկսի խորքից։ Պապիկյան այստեղ չհեռացեց մի անգամից ու քիչ էր մնում սխալվեր, Մկրտչյան պայեց գնդակը դաշտի սահմաններում ուղարկելով կրկին Պապիկյանի ուղղությամբ։ Եվ առաջ փոխանցում դեպի Միքայել Պողոսյանը, հաջող կասեցում կատարեց Պողոսյանը, տեսնենք ինչ որոշում կայացնի։ Ուղարկում է գնդակը Յուրի Հակոբյանին, Գաբրիելյան աչ եզր ուղարկեց որտեղ Պողոսյանն է, Յուրի Հակոբյան Գեղեցիկ են խաղարկում Էվերտոնի ֆուտբոլիստները, գնդակը վտանգավոր է, բայց այստեղ Հակոբյանի փոխանցման ճանապարհը փակվեց ու Շլարյանն է ստանում, գնդակը պետք է արագացնել ու այստեղ փակվեց Շլարյանի անցման ճանապարհը Էվերտոնի ֆուտբոլիստի կողմից Վղկրյան, չկան տարբերակներ ու ստիպված հետ է փոխանցում Վղկրյանը, բայց այստեղ Ռևի Գեղեզարյանն է խլում կատարում կա Պողոսյանի տարբերակը, գեղեցիկ էր, բայց Պողոսյանի արվածը նպաստավոր դիրքից բավական բարձր է ստացվում։ Այո, հիմա իր տեսական շանս կորցրեց Էվերտոնը 4 գնդակը հեղինակելու այս խաղում։ Բավական արագ հակագրոյի անցան մրցակցի սխալից հետո Էվերտոնի ֆուտբոլիստները ամեն ինչ հաշվարկել էր Եղիազարյանը փոխանցում կատարելու պահին, այնպիսի փոխանցում կատարեց, որ դարպասապա արդեն անզոր էր այդ գնդակը հետ մղելուն, եթե Պողոսյանը հարված էր դարպասին, բայց բարձր ստացվեց Պողոսյանի կատարած հարվածը, հաշիվն էլ մնում է 3-0, հիմա Պապիկյանն է առաջին արձագանքում Հայրապետյանի կատարած փոխանցման ու անցնում է գրոյի կրկին Էվերտոնը, բայց այստեղ հասցրեցին հեռացնել գնդակը Երևանի ֆուտբոլիստները, Վղկրյան, Գաբրիելյանն է դաշտի միջին հատվածում մնում գնդակով ու շատ գեղեցիկ ազատվեց մրցակիցների վերահսկողությունից այստեղ, բայց ավելին անել չստացվեց ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաշվով, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք Էվերտոնն ընդդեմ Երևանի հանդիպման երկրորդ խաղակեսը դիտելու, առաջի կեսից հետո հանդիպման հաշիվը 3-0 է օգուտ Էվերտոնի ֆուտբոլիստերի, շատ վստահ առաջի խաղակես անցկացեց Էվերտոնը խաղադաշտում, նախ Եղիազարյանը բացեց հանդիպման հաշիվը, այնուհանդերձ Գաբրիելյանը կրկնապատկեց Էվերտոնի առավելություն եւ Միքայել Պողոսյանն էլ հանդիպման առաջի խաղակեսի վերջնամասում եռապատկեց Էվերտոնի առավելություն ու թիմերը գնացին ընդմիջման 3-0 հաշվի պարագայում, եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Էվերտոնից Արամ Ղազարյանը պաշտպանում է Էվերտոնի դարպասը համար 1, Տիգրան Պապիկյան համար 5, Հովհաննես Գաբրիելյան համար 7, Ռևի Եղիազարյան համար 8, Մանուկ Մուրադյան համար 9, ով նաև թիմի ավագն է, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23, Յուրի Հակոբյան համար 33, Ալեքս Մկրտչյան համար 44 եւ Սամվել Գրիգորյան համար 99։ Երևան դարպասը պաշտպանում է Նարեկ Հայրապետյանը համար 1, Արեն Վղկրյանը համար 2, Արտյոմ Ղազարյանը համար 6, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլարյան համար 11, Վայ Հակոբյան համար 15, այստեղ Գաբրիելյանը հասցրեց փակել Վայ Հակոբյանի հարվածի ճանապարհը, Արթուր Մեշչյան համար 19, Գոր Հարությունյան համար 22, Լևոն Դավթյան համար 33, Արություն Մովսիսյան համար 45, Սարգիս Շլարյան համար 77 եւ Հայկ Կարապետյան համար 87։ Խաղարկում են գնդակը կրկին Էվերտոնի ֆուտբոլիստները պաշտպանությունում, Պապիկյան ուղարկեց գնդակը Գրիգորյանին, Գաբրիելյան եւ հետ փոխանցում դեպի Դարպասապա Ղազարյանը, ով խաղարկում են նորից գնդակը Տիգրան Պապիկյանի հետ, այո, արդեն Էվերտոնի ֆուտբոլիստները կարծում եմ շտապելու առայժմ ոչ մի տեղ չունեն, Եղիազարյանն է գնդակով, բարձից գեղեցիկ փոխանցում Պողոսյան 4-0, գեղեցիկ է արված ամեն ինչ ու Պողոսյանը խաղակեսի մեկ տարկում Էվերտոնի 4 գնդակն է հեղինակում։ Իսկապես գեղեցիկ արեցին ամեն ինչ այս դրվագում Էվերտոնի ֆուտբոլիստները, Եղիազարյանի կատարած հրաշալի փոխանցումից հետո էլ կարողացավ գլխով ճիշտ անկյունն ուղարկել գնդակը Միքայել Պողոսյանը ու 4-0 արդեն սա լուրջ քայլ է Էվերտոնի կողմից, իհարկե Երևանն էլ պետք է ամեն կերպ հիմա փորձի անել անհնարինս այս բարդ իրավիճակից դուրս գալու համար, բայց առայժմ լինենք անկեց հանդիպումը ընթանում է Էվերտոնի սցենարով խաղադաշտում եւ առայժմ ոչ մի այդպիսի լուրջ վտանգավոր պահ չի եղել
Էվերտոնի դարպասի ուղղությամբ հիմա հարված Երևանի դարպասից արագորեն պետք է փորձի խաղարկել Երևանը գնդակը, իսկապես պետք է նրանք հիմա շտապեն խփել արագորեն 1-2 գնդակ դա հնարավորություն կտա որևէ բանի մասին մտածելու։ Եթե ոչ ապա փաստենք, որ 3 միավորը կապահովի Էվերտոնը այս խաղում Պապիկյան լավ գործեց այստեղ Պապիկյանը եւ չկան տարբերակներ ուղարկում է գնդակը Մկրտչյանին Գրիգորյան հասցրեց հեռացնել գնդակը բայց այստեղ Գաբրիելյանին ցույց տվեցին որպեսզի արագ գրոհի հիմա կարող են արագ կատարել եզրային նետումը բայց չհասկացան միմյանց Էվերտոնի երկու ֆուտբոլիստները Եղեզարյանն է կատարում եզրային նետումը Հակոբյան կրկին Եղեզարյան Պողոսյանի հետ խաղարկեց գնդակը Եղեզարյանը Գաբրիելյան հեռահար է տարածությունը բայց հարված այնուամենայնիվ փորձեց հարվածի փորձ այստեղ Գաբրիելյանը բայց այդքանով ավարտվեց Էվերտոնի գրոհը հետո էլ Երևանի ոչինչ չստացվեց շատ գեղեցիկ էր Գրիգորյանի կատարած փոխանցումը Պողոսյան հեռահար տարածությունից հարված ու շեղությամբ այստեղ ստացվում Միքայել Պողոսյանի կատարած հարված կլինի հիմա Երևանի դարպասից Շլարյան կար խաղի կանոնների խախտում Շլարյանի դեմ պայքարում բայց մնացին գնդակով Երևանի ֆուտբոլիստները այդ իսկ պատճառով էլ չսուլեց հանդիպան գլխավոր մրցավարը հիմա Էվերտոնի պատասխանը Պողոսյանը Գաբրիելյան վտանգավոր է Գաբրիելյան փոխանցումը բայց այստեղ վերջին հարվածը չստացվեց Էվերտոնի մոտ դիպուկ իրացնելու հեռացեցին գնդակը Երևանի պաշտպանները անկյունային իրացնի հիմա Գաբրիելյանը բայց այս ընթացքում փոփոխություն Երևանի կազմում որից հետո արդեն նոր խաղարկեն անկյունայինը Գաբրիելյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցումը հետևում հարված ու 5-0 Մկրտչյանն է հիմա էլ դառնում գոլի հեղինակ այո Մկրտչյանը դարձավ այստեղ գոլի հեղինակ ու արդեն շատ լուրջ ու խոշոր հաշվով է հաղթում խաղադաշտում Էվերտոնը Գաբրիելյանն շատ լավ փոխանցում կատարեց անկյունայինից ու դիպուկ գտնվեց հիմա մրցակցի Տուգանային հրապարակում Մկրտչյանը բաց էր այո շատ են այսօր Երևանի պաշտպանություններում ինչից օգտվում է միայն Էվերտոնը այսօրվա հանդիպան ընթացքում Հակոբյանն հիմա էլ հաջող խլում կարողանում կատարել եւ այո չունի շտապելու ոչ մի տեղ հետ փոխանցում Պապիկյան Գրիգորյանն է ստացել գնդակը Կրկին Պողոսյան Մուրադյանին ուղարկեց նորից Սամվել Գրիգորյան Գեղեցիկ է գործում Պողոսյան ազատվելով մրցակցի կողությունից վտանգավոր է Պողոսյան բայց այստեղ չանցավ Պողոսյանի կատարած փոխանցումը ու հիմա Վխկրյանն է շարժվում առաջ բայց Յուրի Հակոբյանն է այստեղ պայքարում մրցակցի դեմ ու ամեն կերպ խանգարեց նրան արագ հակագրող կազմակերպելու գործում Գրիգորյան փակվեց Գրիգորյանի փոխանցման ճանապարհը հիմա էլ Պապիկյանն է հաջող գործում ուղարկելով գնդակը Մանուկ Մուրադյանին հերվից հարված Մուրադյանի կատարման բայց դարպասապաճի դիտքում էր ու կարողացավ ֆիքսել Մուրադյանի կատարած հարվածը Սարգիս Շլարյանն է գնդակով Փոխանցումը հետևում դեպի խաղընկերը, բայց այստեղ գնդակը առաջինը բաժին ասավ Էվերտոնի ֆուտբոլիստերին, հիմա կրկին գնդակով Երևանն է Հարությունյան, բայց այստեղ խախտեց խաղի կանոնները Հարությունյանը այո մրցակցի նկատմամբ ու ստանդարտ իրացնի հիմա Էվերտոնը Կա մրցավարի սունիչ ու
վերսկսված է հանդիպումը, Մուրադյանը խաղարկում է գնդակը Գրիգորյանի հետ։ Շարժվում է առաջ Գրիգորյանը եւ այստեղ Վխկրյանը կանգնեց փոխանցման ճանապարհին Եզիսկ նետի։ Էվերտոնը Գրիգորյանն է կատարում եզրային նետում, բայց այստեղ Գաբրիելյանը հեռու թողեց իրենից գնդակ ու հարված կլինի Երևանի դարպասից։ Դավթյան տարավ գնդակը այստեղ հասցրեց ազատվել երկու մրցակցի վերահսկողությունից, բայց գրոհի վերջնամասը չստացվեց, հիմա էլ Արությունյանի փոխանցմանը առաջինը արձագանքեց Էվերտոնի պաշտպանը հեռացնելով գնդակը։ Իսկ այստեղ անհասկանալի գործողություն կատարեցին Երևանի ֆուտբոլիստները։ Մուրադյան հասցրեց փոխանցել Պողոսյանին, վտանգավորը կտեսնենք 6-րդ գնդակը։ Այո, Պողոսյանը գրավում է մրցակցի դարպասը հետրիկ գրանցելով իր անվան դիմաց այս խաղում։ Միքայել Պողոսյան 6-0, այո, 3-րդ գնդակը այս խաղում Պողոսյանի անվան դիմաց գրանցված է, բայց ինչ բարդ իրավիճակից կարողացավ ճիշտ կողմնորոշվել ու փոխանցում կատարել գլխով Պողոսյանին Մուրադյանը, այո, սա խոսում է իսկապես կենտրոնական արձակվողի արձակվողական օտարության մասին, ինչն էլ շատ ճիշտ կերպով դրսևորեց Մուրադյանի գործողություններում։ Հիմա հարվածի փորձ էր դեպի Էվերտոնի դարպասը, բայց շեղությամբ ստացվեց այստեղ հարվածը ու հարված կլինի Ազարյանի դարպասից Մանուկ Մուրադյան շատ լավ նկատեց հիմա էլ Գաբրիելյանին, վտանգավոր է Գաբրիելյան, անցավ մեկ մրցակցի, հարված կհետևի արդյոք։ Գաբրիելյան կա հարվածը, բայց գնդակը այս անգամ չհայտնվեց Երևանի դարպասում, գեղեցիկ էր ամեն ինչ երկու փոխանցումով հարվածային դիրքում հայտնվեց Գաբրիելյանը, բայց այս անգամ ավելին անել չստացվեց։ Էվերտոնի ֆուտբոլիստների մոտ։ Շլարյան խորքից փոխանցում։ Այստեղ երկրորդ հարգում հաջող գործեց Գեյվորգ Շլարյանը, բայց կրկին գնդակը հիմա բաժին է հասել Էվերտոնի ֆուտբոլիստերին, այստեղ չկար խաղի կանոնների խախտում, Հարությունյան դեպի աջ էր փոխանցում, բայց Մկրտչյանը փակեց փոխանցման ճանապարհը, Մանուկ Մուրադյան գեղեցիկ է արել ամեն ինչ, Մուրադյանը փոխանցումն էլ կա, բայց մի փոքր չասենք թույլ ստացվեց այստեղ Մուրադյանի փոխանցումը, պարզապես ճիշտ դիրքում հայտնվեց Երևանի կենտրոնական պաշտպանը ու կարողացավ հեռացնել գնդակը, այլապես գնդակը Գաբրիելյանին բաժին հասնելու դեպքում կարող էինք մենք լուսատախտակին այլ հաշիվ տեսնել։ Հիմա Գաբրիելյանն կրկին անգլային դաշտում եւս մեկ բարձից փոխանցում, բայց այս անգամ հարված չհետևեց դարպասի ուղղությամբ Մանուկ Մուրադյան, ուղարկում է գնդակը Պապիկյանին, բայց այստեղ Շլարյանն է հաջող խլում կարողանում կատարել, Շլարյան կա փոխանցումը, բայց Էվերտոնի դարպասապահը դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը Հակոբյան, ուղարկում է գնդակը Պապիկյանին, Մկրտչյան և Գրիգորյանն հետ խաղարկեց գնդակը։ Ռիսկի են դիմում հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց ամեն ինչ գրագետ ու ճիշտ կերպով կարողացան անել և հանգիստ առանց կուճապի դուրս եկան պաշտպանությունից Պապիկյան։ Մկրտչյան այստեղ չստացվեց անցնել Շլարյանին, Վխկրյանն է գնդակով Գևորգ Շլարյան, գուցե հիմա ստացվի Երևանի մոտ, բայց հարվածի ճանապարհը փակեց Յուրի Հակոբյանը այստեղ ու գնդակը կլինի Երևանինը, եզրային նետում պետք է իրացնեն։ Շլարյանն է գնդակի մոտ, կատարում է եզրային նետումը դեպի Տուգանայինի մատուշտը, Դավթյանը շեղեց Մեշյանն էլ հարվածեց, բայց շեղությամբ ստացվեց Մեշյանի կատարած հարվածը։ Շուտ պաստու դրա համար։ Եվ Փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա
Թիմիկասում, բայց մրցավարը փոխեց իր որոշումը անկյունային է նշանակված հիմա Էվերթոնի դարպասի ուղղությամբ Վղկրյանն է գնդակի մոտ կա փոխանցումը, բայց Պապիկյանը առաջին արձագանքեց գնդակին հեռացնելով այն ու այստեղ Պողոսյանն էլ չհասավ այս գնդակին եզից կնետի Երևանը հիմա փոփոխություն տեղի կունենա Էվերտոնի կազմում Մկրտչյանի փոխարեն խաղադաշտը գտին վերադարձնում Անդրանիկ Պողոսյանը Դավթյանն է տես գնդակը Արությունյանին պայեց գնդակի մոտ հիմա Դավթյանը ու գրո տեղափոխում է դեպի Աչ Վղկրյան այստեղ հասրեց փոխանցել Մեշչյանը հարվածում է դարպասին բայց Ղազարյանը այստեղ ճիշտ դիրքում էր ու վերցեց գնդակը ուղարկելով գնդակը Հովհաննես Գաբրիելյանի ուղղությամբ հիմա արագ հակագրո կարող է կազմակերպել Էվերթոնը փոխանցում ու հիմա էլ գնդակի ճանապարհը փակում է Երևանի պաշտպան Հայկ Կարապետյանը հեռացնելով գնդակը դաշտի սահմաններից դուրս եւս մեկ անկյունային հիմա մենք կտեսնենք Էվերթոնի կատարմամբ Գաբրիելյան ցածից փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը կրկին Գաբրիելյան մեկ հպումով գեղեցիկ նկատեց հեռավոր Եզուն Պողոսյանին Պողոսյան Մուրադյան կրկին Պողոսյան տեսեք որտեղ է հիմա էլ Մուրադյանը քիչ առաջ Գաբրիելյանի հետ էր խաղարկում գնդակը հիմա էլ հայտնվել է գրոհի գեղեցիկ փոխանցում է կատարում դեպի Գրիգորյանը բայց հեռու է տարածությունը կփորձի այնուամենայնիվ Գրիգորյանը Վղկրյանը կանգնեց գնդակի ճանապարհին Մուրադյան ու 7-0 այո այս պայն Գոլը գրանցվում է Մուրադյանի անվան դիմաց իհարկե ավելի մանրակրկիտ ստուգելուց հետո պարզ կդառնա սա ինքնագոլ էր թե Մուրադյանի անվան դիմաց կմնա այնուամենայնիվ կպված գնդակը բայց առայժմ որպես տվյալ այդպես է հաստատած Մանուկ Մուրադյանը դարձավ գոլի հեղինակ հիմա փակվեց հենց Մուրադյանի փոխանցման ճանապարհը Արությունյան Շլարյանին է ուղարկում գնդակը Խորքից փոխանցում, բայց այստեղ Պապիկյանը հեռացած գնդակ ու անկյունային կտեսնենք Երևանի կատարմամբ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Երևանին կա մրցավարի Սուլիչը փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Շլարյանը փորձեց արվածել բայց դիպավ այստեղ գնդակը հենց Երևանի ֆուտբոլիստի ձեռքին այստեղ Պապիկյանն է արագորեն ուղարկում գնդակը Մուրադյանի ուղղությամբ մի փոքր ուժ է ստացած փոխանցումը բայց հասավ գնդակին Մուրադյանը կա Գաբրիելյանի տարբերակը փոխանցում Գաբրիելյան այստեղ չվերցեց դարպասապահ գնդակը Մկրտչյան հարված ու հիմա էլ Դավթյանն է խանգարում Մկրտչյանին դարպասը գրավելու գործում խաղարկում են կրկին գնդակը Երևանի ֆուտբոլիստները ու նորից սխալվեցին պաշտպանությունից դուրս գալուց Մուրադյան, Պողոսյան, կրկին Մուրադյան Վղկրյանն այստեղ պայքարում Մուրադյանի դեմ բայց կրկին կորցնում են գնդակը Երևանի ֆուտբոլիստները հերվից հարված ու այստեղ Մկրտչյանը դառնում է կրկին գոլի հեղինակ հաշիվը դարձնելով 8-0 Ալեքս Մկրտչյան դուբլ գրանցեց իր անվան դիմաց Ալեքս Մկրտչյանը 8-0 դարձելով հանդիպման հաշիվը այո իսկապես այս նախորդ տուրը եւ այս տուրի հանդիպումը բավական բարդ ստացվեցին
Երևանի համար Մուրադյան վտանգավոր է Մուրադյան հարված ու հիմա հասցրեց դարպասապահ հեռացնել գնդակը Մուրադյանի կատարած հարվածից հետո 9 գնդակ բաց թողեցին Գլադբախից ներողություն 8 գնդակ հիմա արդեն 8 գնդակ բաց են թողել Էվերտոնից եւ դեռ հանդիպումը չի ավարտվել իհարկե սա մի փոքր Երևանին բնորոշ խաղամակարդակ չէ մենք տեսել ենք նրա անցկացած հանդիպումները մեկտարկային տուրերում իհարկե եւ այս երկու տուրում կարծես այլ թիմ հանդես գալուց լինի խաղադաշտում իսկապես ոչինչ առայժմ չի ստացվում այս հանդիպման մասին է կոնկրետ խոսք է Երևանի գործողություններում Պապիկյան հետ փոխանցում կարողացավ կատարել բայց կարմիջ այդ խաղի կանոնների խախտում Պապիկյանի դեմ Հիմա խորքից փոխանցում կրկին Մանուկ Մուրադյանի ուղղությամբ կասեցեց գնդակը Մուրադյանը Մուրադյան Գաբրիելյան բարձր է ստացվում Հովհաննես Գաբրիելյանի կատարած հարվածը Այո ավելի ստույգ հիմա կարող եմ ասել 8-1 հաշվով է պարտվել Բորուսիա Մönchengladbach-ին Երևանը Ապեում փոխել։ Երկու ոգի։ Խաղա։ Ու հիմա արդեն նորից մեր շանը խաղարկում է գնդակը Շլարյանի հետ վերջին օփեներն են ընթանում հանդիպման Պողոսյան մնաց գնդակով Պողոսյանը ուղարկեց հիմա Մուրադյանին բայց այստեղ կրկին գնդակը Երևանի ֆուտբոլիստները կորցրեցին Անդրանիկ Պողոսյան կապոխանցումը Գաբրիելյանի ուղղությամբ թողեց Գաբրիելյանը գնդակը Մկրչյանին Մկրչյան բայց կորցրեց հարված կատարելու հնարավորությունը Մկրչյանը հետո էլ փոխանցեց Յուրի Հակոբյանին գնդակի իսկ Հակոբյանի կատարած փոխանցումը այլ ուղղությամբ ընթացավ Պապիկյանն է այստեղ հաջող գործում Մանուկ Մուրադյան կրկին Պապիկյան Մուրադյան եւ Եսից կնետեն Էվերտոնի ֆուտբոլիստները Գաբրիելյան ասացից գնդակ այստեղ Գաբրիելյանը թողնում է այն Անդրանիկ Պողոսյանին Մկրչյան սայթակեց այստեղ ու չհասավ արդեն գնդակին Մկրչյանը բայց անկյունային հարվածի հնարավորություն վաստակեց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Արություն Մովսիսյանից ու տեսնենք հիմա այս անկյունայինի խաղարկումից ինչ կփորձեն քաղել Էվերտոնի ֆուտբոլիստները Պողոսյանն է կրկին գնդակի մոտ բարձից փոխանցում բայց Դավթյանը հեռացեց ոչ այնքան հեռու Մուրադյանը հարված ու նորից այստեղ դարպասապահը ճիշտ դիրք է զբաղեցնում Մանուկ Մուրադյանի կատարած հարվածից հետո Շլարյանի այս փոխանցումը թույլ ստացվեց եւս մեկ անկյունային հիմա Կիրասնի Էվերտոնը Պողոսյան, Մանուկ Մուրադյան, գուցե հիմա ստացվի Մուրադյանի մոտ Մուրադյան, Պողոսյան, վտանգավոր է կրկին Մուրադյան հարված կհետևի անկասելի հարված է կատարում Մանուկ Մուրադյանը խփելով իր թիմի 9-րդ գնդակ այս խաղում 9-0 արդեն ավարտվել է հիմնական ժամանակահանդիպան, հիմա մրցավարի փոխհատուցած խաղը ժամանակն է ընթանում, Դավթյանն է հիմա անցել գրոհի Երևանի կազմում, բայց փոխանցումը մի փոքր հեռուն գնաց ու հիմա Շլարյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում, բայց այստեղ ավելին անել չստացվեց Պողոսյան հիմա շատ արագ հակակրող կարող է կազմակերպել Էվերտոնը ուժեղ էր այս փոխանցումը Գաբրիելյանի համար եւ հարված կլինի Երևանի դարպասից
Խորքից փոխանցում է հետևում, բայց կրկին Պողոսյանը դաշտի միջին արտացում տինում գնդակին ուղարկելով Մուրադյանին, գնդակը Մուրադյանը ու հիմա դարպասաձողն է օգնում Երևանին այս դրվագում։ Մուրադյանի կատարած փոխանցումից կամ արվածից հետո չեմ կարող ասել այս դրվագում կոնկրետ ինչ որոշում է փորձում իրականացնել Մանուկ Մուրադյանը։ Եվս մեկ խորքից փոխանցում, Դավթյանն է այստեղ փորձում ավելացնել գնդակի ներողություն Դավթյանը չէր այս դրվագում, այլ Հակոբյանը ոչինչ անել այստեղ չստացվեց ու հիմա եզրից կնետեն հիմա Երևանի ֆուտբոլիստները, Դավթյան, Շլարյան, բայց Պապիկյան այստեղ հեռացեց գնդակը ու այն փոխանցում է ստացվել Գաբրիելյանի համար, Գաբրիելյան վտանգավոր է Մանուկ Մուրադյան, գրավել է պետ դարպասը Մուրադյան, Գաբրիելյան և գնդակը հայտնվում է դարպասում։ Ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, այո խոշոր հաշվով ավարտվեց այս հանդիպումը, 10-0 հաշվով հաղթանակ տարավ Էվերտոնը խաղադաշտում։ Այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճատև դադար, որից հետո կրկին կվերադառնանք։